Պնդում են, որ Հայաստանում չկան քաղբանտարկյալներ, որտեղ են քաղբանտարկյալները։ Իշխանությունները ինչ ուզեն կարող են պնդել, իշխանությունները նաև պնդում են, որ իրանք չեն հանձնել Արցախը, հետո ինչ, դա իրենց գենետիկ կոդի մեջ ասատելը։ Հայաստանի Հանրապետությունում կան քաղբանտարկյալներ, շուրջ 50 քաղբանտարկյալ, որը խայտառակ թիվ է, բացի նրանից, որ Հայաստանում թիրախավորվում են անձինք, այլախոհներ, նաև թիրախավորվում են լրատվամիջոցներ, հենց այս դեպքը, անտիֆեյքի դեպքը ոչ միայն անձանց, մեր ընկերների Նարեկի եւ Վազգենի, այլ նաև լրատվական ծառայության, այսինքն անտիֆեյքի թիրախավորման փորձ է, հիշեցնենք, որ փորձեր կատարվում սարքերը արգրավվել, բայց աջակիցների միջոցով նոր սարքավորումներ գնվեց, իսկ այն խայտառակ իրավիճակը, որ Հայաստանում առկա է քաղբանտարկյալների հարցով, փաստագրվել է թե Եվրոպայի ժողովրդական կուսակցության կողմից, դեռևս Ամենաշրջանի անազատության ժամանակ, թե Կենտրոնամեկ դեմոկրատների միության կողմից եւ մի շարք անհատ քաղաքական գործիչների եւ միջազգային կառույցների կողմից։ Նարեկի եւ Վազգենի նախորդ այս նույն տրամաբանությամբ դատավարության ընթացքում ներկային միջազգային կառույցների ներկայացուցիչներ, Նարեկի եւ Վազգենի դեպքը ներառվել է միջազգային զեկույցներում մի շարք, բայց այդ ամենը շատ փոքր արձագանք է միջազգային կառույցների կողմից, հաշվի առնելով իրենք նախորդիվ մինչև 18 թվականը ինչպես էին խոսում այս հարցի շուրջ։ Հենց դրա մասին եք նաև հարցներ, ինչու է անհամարժեք արձագանքը եւ ինչու է օրինակ Սվիտալսկին մասնակցում դատավարական process-ների եւ այս պահին մենք միջազգային կառույցներից չունենք նման այսպես ակտիվ աջակցություն։ Ներողություն մի բան էլ ես հավելեմ, աշխարհաքաղաքական առևտրի դրսևորում համարում եմ։ Տեսեք, վերջին շրջանում միջազգային կառույցներից զգալի հատվածը, չեմ ուզում բոլորը բառը օգտագործեմ, բայց մեծամասնությունը, ինչպես դուք նշեցիք, աշխարհաքաղաքական շահերը նախընտրում են արժեքահեն քաղաքականության, այսինքն այն արժեքները, որոնք իրենք դավանում էին, որոնք իրենք քարոզում են, իրենք են դավաճանել այդ արժեքներին եւ չեն խոսում ակնհայտ մարդու իրավունքների խախտումների, ակնհայտ քաղբանտարկյալների դեպքերի մասին։ Սա ինչպես ես արդեն նշեցի, աշխարհաքաղաքական շահերը գերադասելն է արժեքահեն քաղաքականությանը, որը անդադար պիտի բարձրաձայնվի։ Այսօր գիշերը Հանրապետականի երիտասարդական կազմակերպության անդամները ողջ քաղաքը ողողել են գրաֆիտիներով, տրանսպորտի վրա է փակցվել քաղբանտարկյալների, բոլոր քաղբանտարկյալների նկարները, Հանրապետականը շարունակում է կոչանել, որ այս հարցում պիտի լինի միասնական 100% միասնական մոտեցում, չկան իմ եւ քո քաղբանտարկյալներ եւ վերգետնյա անցումներից կամուրջներից փակցվել են մեր քաղբանտարկյալ ընկերների լուսանկարները եւ իրազեկման ակցիան դրանով ավարտվել է։ Այսօր օրվա ընթացքում եւս մեկ ակցիա է Հանրապետականը պլանավորում, որը ձեր նշած հարցերի ծիրի մեջ է, տրամաբանության մեջ է, բայց այդ մասին երևի հաջորդիվ արդեն ակցիայից հետո։ Պարոն Մամիջանյան, վերջին շրջանում մենք տեսնում ենք, որ ազատ խոսքը լրացվում է ոչ միայն իրավական գործընթացներով, այլև բռունցքներով։ Դուք այս գործընթացը, այս գործողություններն ինչպես եք գնահատում վաղ իշխանությունների կողմից քննադատության նկատմամբ, թե ուժի ցուցադրում։ Խայտառակություն եմ դա որակում, ինձ բացարձակ չի հետաքրքրում իրանց դրդապատճառները, իրանց վախն է, իրանց կաշվի համար, թե կներեք խոսակցական բառից համար հավարգածություն։ Դա որևէ կապ չունի։ Միրան Հակոբյանի դեպքը խայտառակ օրինակ է բռնության կիրառման հասարակական գործի նկատմամբ եւ ինչպես շատ իմ գործընկերներ նշել են, եթե տարիներ առաջ Միրան Հակոբյանի մեքենայի տակ նռնակի դեպքը բացահայտվեր կամ Էդգար Ղազարյանին նկատմամբ իրականացված բռնության դեպքը բացահայտվեր, գուցե այս դեպքը տեղի չունենար։ Այնուամենայնիվ առողջություն մաղթենք Միրանին եւ եւս մեկ անգամ ընդգծենք, որ նմանօրինակ դրսևորումները անթույլատրելի են որևէ բացատրություն, հեքիաթ իշխանությունների կողմից, բայց խոսքի ազատությունը ունի, դա որևէ կապ չունի։ Եթե ոտնա, այո, Փաշինյանն գրառում է եւ մի քանի մարդ էլ փորձել է հետևից թելաթելի, որևէ դրամաբանություն չկա, որով կարելի ասել դե լավ, ոչինչ, այս պարագայում նորմալ է, որ հասարակական գործի նկատմամբ բռնություն են կիրառել, կամ առավել եւս, որ իրավապահ համակարգ օգտագործել են այս կամ այն քաղաքական գործին լրացնելու համար։ Դա անընդունելի է, որևէ բացատրություն, որևէ պատճառաբանություններ այստեղ տեղի ունենալ չեն կարող, ինչ վերաբերվում է սահմանների
մասին Փաշինյանը թույլ է խոսալուն նայի ու իր կողմնակիցների խոսելուն նայի, այս բոլոր դեպքերում առաջինը առհասարակ առաջինը Հայաստանի հասարակական դաշտ հայհոյախոսությունը եւ խայտարակ բառապաշարը բերել է ինքը Փաշինյանը, ինքը մինչեւ Վարդան Ղուկասյանի գոյությունը դոգմա կանոնով ինքն էր դոգը, այսպես ձևակերպենք, սա մեկ։ Երկրորդ, հիմա էլ իր կողմնակիցները ինչ որ էթիկայի ինչ որ անհասկանալի թերթոններ են փորձում իրենց ընդունել, բայց դա որևէ կապ չունի, իրենք շարունակում են լինել հայհոյախոսության, տհաճ, անընդունելի բառապաշարի կարևորագույն ռետրանսլյատորները Հայաստանի հասարակական դաշտում, այնպես ով խոսի, իրենք իրավունք չունեն։ Կոնկրետ Նարեկի եւ Վազգենի պարագայում մենք ունենք մի խայտարակ դեպք, երբ ազգային ժողովի աթոռին նստած մարդը հայհոյում է տղաներին, տղաները պատասխանում են իրեն եւ իր իսկ դիմումի հիման վրա հայտնվում են անազատության մեջ, նույնը կարելի է ասել նաեւ 168-ի նկատմամբ ծավալված այսպես ճնշումների վերաբերյալ, որտեղ նույնպես նախաձեռնողը Ալեն Սիմոնյանն է, այնպես որ այստեղ որևէ քննարկելու բան, սա արդյոք սա քաղաքական հետապնդում է թե չէ չկա։ Եւ վերջին մի ճշգրտում նաեւ հայ առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված process-ների վերաբերյալ քաղբանտարկյալների թվում այնպես է ստացվել, որ բարձրաստիճան հոգեվորականներ են եւ չի բացառում նրանց թիվը աճի, եթե չգնան չընկրկեն Փաշինյանի այսպես առաջարկների առաջ։ Հիմա դուք ինչպես եք պատկերացնում հանգուցալուծումը, ինչ պիտի անի հայ առաքելական եկեղեցին, հանրությունը եւ քաղաքական շրջանակը։ Ես ներողություն եմ խնդրում, բայց ես այնքան հանդգնություն, այնքան անհամեստություն չեմ ունենա կյանքումս, որպեսզի որևէ բան խորհուրդ տամ 1700-ամյա կառույցին, ինչպես որ որոշի հայ առաքելական Սուրբ եկեղեցին եւ դրա առաջնորդ վեհապար հայրապետը, մենք խոնարհաբար կկատարենք մեր պարտականությունները, սիրով ընդ որում, պարտականություն բառը այդքան էլ լավ բառ չի, որպես հավատավոր քրիստոնյաներ, մեր առաքելական եկեղեցու հետևորդներ։ Ես հատուկ չսկսեցի նշել, բացի մեր սրբազան հայրերից, բացի մեր պայքարի ընկերներից սրբազան պայքարի շրջանակներում Նարեկից, Վազգենից, Դավիթից, բարերար Սամվել Կարապետյանից ու հատուկ չեմ նշում անունները, որովհետև շատ էական է, որ բոլորի անունները հաշվեն։ Բոլոր քաղբանտարկյալների համար անհրաժեշտ է պայքարել, անհրաժեշտ է անդադար հնչեղություն հաղորդել այդ հարցին, թե ներքաղաքական եւ թե մեր միջազգային գործընկերների համար, որովհետև այդ մարդիկ մեր փոխարեն են անազատության մեջ։ Իրենք անձեր չեն, դա պայքարի եղբայրության պայքարի նկատմամբ բռնաճնշում է եւ անձերի ընտրությունը այստեղ բացարձակեական չի, իրենց փոխարեն կարող են լինել մեզանից յուրաքանչյուր։ Պարոն Մամիջանյան, մենք մարդու իրավունքները սովորաբար կապում ենք քաղբանտարկյալների հետ, բայց մարդու իրավունքների պաշտպանության լոզունգներով եկած այս իշխանությունները օրվա այսօր արդյոք պահում են հասարակ քաղաքացիներ, ովքեր քաղբանտարկյալներ չեն, իրենց իրավունքները որքանով են պահպանում, օրինակ հարկերը հաշվի առնելով, կենսաթոշակները հաշվի առնելով, մարդկանց արժանապատիվ կյանքի իրավունքը հաշվի առնելով։ Գիտեք, ձեր հարցը այնքան լայն է, որ հնարավոր է նույնիսկ սկսել Արցախի մեր քույրերի եւ եղբայրների ինքնորոշման իրավունքի իրացմանը խանգարելուց ու այսպես շարունակել երկար ժամանակ։ Իհարկե մեր երկրում Փաշինյանին հետաքրքրում է բացառապես իր աթոռը, հողն էլ առանձնապես իրեն չի հետաքրքրում, իրեն պետք է այնքան հող, որպեսզի կարողանա իր աթոռը դնել։ Դա է այսօրվա իրանց իշխանությունների դրամաբանությունը ու դրա համար են իրանք բացառապես դրա համար են իրանք պայքարում։ Շնորհակալություն։ Շնորհակալ։